Քահանան պետք է դառնա գուսակցական գործիչ։ Ճիշտ է, ոչ, քահանան չպետք է դառնա գուսակցական գործիչ, բայց նա բարդավոր է խոսել այն ամենի մասին, ինչ վերաբերում է մարդու խղճին եւ բարոյական ճշմարտությանը։ Քրիստոս երբեք չխուսափեց ասել Հերովդեսին, այն աղվեսին չագերդյալ, կամ մդրագով մաքրել տաճարը, եթե քահանան լրում է անարդարության առաջ, նա դառնում է նրա մեղսագիծ։ Այսօր քաղաքական եւ հոգեվոր ոլորտները այնքան խճճված են, որ չես կարող ճշմարտությունը պաշտպանել առանց դպչելու իշխանության կարծիքին։ Բայց այստեղ չափը էական է։ Քահանան չպետք է քարոզի հանուն որևէ գուսակցության, այլ հանուն Աստծո արդարության։ Երբ իշխանությունը խաբում է, երբ ժողովրդի աղքատությունը վերածվում է հոգևոր ճնշման, քահանայի ձայնը պիտի հնչի։ Այդ ձայնը քաղաքական չէ, այն մարգարեական է։ Եկեղեցին, որ լրում է ճշմարտության առաջ, դադարում է եկեղեցի լինել։ Ուստի մեր լրությունը մեղք է, իսկ մեր խոսքը ծառայություն։ Քահանայի կոչումը ոչ թե հաջեցնելն է իշխանություններին, այլ զարթեցնել խիղճը։ Եվ եթե դրա համար պետք է հալածվել, ապա դա պատիվ է Քրիստոսի օրինակով։